այս սրանք սապոնինների արկայության արդյունք են։ Այո, ճիշտ կարդացիք, բաղեղը որպես օճառ։ Այս շատ հետաքրքիր բույսերը, որոնք կոչվում են բաղեղ, գիտեք, ռուսերեն պլյուշ, շատ տարածված է ամբողջ աշխարհում եւ հիմնականում օգտագործվում է դեկորատիվ նպատակներով։ Շատ կարևոր է, որ բաղեղը ունի տարբեր նպատակ օգտագործման։ Օրինակ, նրանք կարող են աճել եւ դրսում, եւ ներսում, գեղեցկացնելով մեր տունը, բակը։ Եթե նկատում եք, կոնկրետ մեր կենտրոնը գտնվում է ծովի մակարդակից 1540 մետր բարձրության վրա, բայց մինչև հիմա նրանք ամբողջովին կանաչ են։ Տեսեք, ունենք տարբեր տեսակներ, խայտաբղետ տերևներով, որոնք մենք բերել ենք Նյու Յորքից, ունենք տարբեր տեսակներ, որոնք Պորտուգալիայից, ունենք մանրատերև, ունենք խոշորատերև տեսակներ։ Սակայն նշեմ, որ ոչ մեկը երևի թե չգիտեք բաղեղի կարևոր հատկություններից մեկի մասին, որ այն կարող ենք օգտագործել նաև որպես օճառ, այո, որպես օճառ։ Տեսեք, այս բույսերի մեջ բավականին մեծ է սապոնինների քանակը, որի հետ կապված է նրանք բավականին կարևոր են կոնկրետ օրգանական, նրանց համար, ովքեր ցանկանում են օրգանական եղանակով լվանալ իրենց սպիտակեղենը, հագուստները։ Նշեմ, որ արտերկրում, տարբեր երկրներում կան կազմակերպություններ, որոնք հենց բաղեղից պատրաստում են օճառ։ Դրանց մասին իհարկե դեռևս կխոսեմ, կներկայացնեմ տարբեր բաղադրատոմսեր, որը դուք կարող եք օգտագործել։ Շատ կարևոր մի հատկություն՝ ի տարբերություն քիմիական լվացքի միջոցների, նրանք երբեք չեն փոխում հագուստի գույնը, այսինքն թակառակային դարձնում են ավելի վառ, ինչպես նաև շատ կարևոր է, որ երբ որ որևէ, ասենք, բծերը չեն անցնում, ուղղակի թռչում ենք բաղեղից պատրաստած օճառների մեջ, ավելի ուշ կանդրադառնամ դրան։ Այ տեսեք, ինչքան հետաքրքիր տեսակներ կան, փոքր տերևներով եւ խայտաբղետ։ Այս մյուսը, տեսեք, որքան գեղեցիկ է եւ յուրահատուկ տեսք ունի, եւ նաեւ ավելի մեծ տերևներով տեսակները եւ այստեղ դուք կարող եք տեսնել լայնատերև բաղեղներից, օրինակ, եթե մենք պոկենք, տեսեք տերևը, եւ մաքնենք, ապա տեսնում եք այս փայլուն արտաքինը, հենց այս սրանք սապոնինների արկայության արդյունք